Ողջույն սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Այսօր եկել եմ խոսելու մի քանի կարևոր թեմայի մասին, որոնք օրը 24 ժամ քննարկվում է Հայաստանի Հանրապետության մուխալիֆեթի կայքերում։ Սկսեմ նրանից, որ Հայաստանի օդում թուրքական ուղղաթիռ էր հայտնվել։ Նախ, դուք գիտեք, որ ես ձեզանից չեմ վախենում։ Ուղղաթիռը թուրքական լիներ, ուղիղ ձեր երեսին կճպացնեի, որ ուղղաթիռը թուրքական էր։ Ուղղաթիռը թուրքական չէր, ուղղաթիռը ղազախական էր։ Եվ ձեզ ձեռնտու էր, որ այդ ուղղաթիռը ներկայացնեիք թուրքական։ Ու դա ներկայացնում են այն մարդիկ, ովքեր ամառը սկսելուն պես հանգստանում են թուրքական հանգստի վայրերում։ Դա ներկայացնում են այն մարդիկ, որոնց տրուսիկից սկսած մինչև լիպչիկ թուրքական է։ Չգիտեի, որ դուք մաքուր իտալական և ֆրանսիական եք հագնում։ Եկել եմ թարմացնեմ ձեր հիշողությունը։ Ուղղաթիռների մասով դեռ ոչինչ չպարզաբանեմ։ Սկսեմ ինքնաթիռներից։ Հարգելի տգետ Հայաստանի Հանրապետության օպոզիցիա, ռուսերեն ասեմ, որ լավ հասկանաք։ 35 տարի շարունակ, առաջին պատերազմից հետո, Ղարաբաղի հետ կապված, Հայաստանի օդից ձեր սիրելի ղեկավարների Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շնորհիվ ադրբեջանական և թուրքական ինքնաթիռները օգտվել են ՀՀ օդային տարածքից։ Եվ այդ գումարները, որոնք որ պետք է վճարվեին պետական բյուջե քաղավիացիայի միջոցով, գրպանվել են Սերժի և Ռոբերտի կողմից։ Այդ աղա չհայացուներ, եկեք հերքեք ասածներս։ Իսկ հիմա Փարք Նիկոլին։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ օդից օգտվելու գումարները վճարվում է Հայաստանի Հանրապետության քաղավիացիային և գնում է պետբյուջե։ Թարմացավ հիշողությունը, լիահույս եմ, հա։ Ես մանկությունից լսել եմ ձեր դաշնակցական ճառերն ու ձեր խրոխտ զարկինք, ջարդինք, փշրինք, չգիտեմ ինչ արինք։ Թուրքական ուղղաթիռից եք տակները տարել։ Այս ինչ վախկոտ եք դուք։ Թուրքական ուղղաթիռ օդում տեսել, տակները եք արել։ Էն էլ կրկնում եմ, թուրքական չէր, ղազախական էր։ Ու դուք լավ գիտեք, որ անգամ եթե լիներ թուրքական, ես կհաստատեի, որ թուրքական է ու լավ է արել, Հայաստանի օդում է եղել։ Դուք գիտեք, որ ես ձեզանից չեմ վախենում։ Ուրիշ թեմա չունեք քննարկելու։ Առավոտից իրիկուն թուրքական, ադրբեջանական։ Երևի Թուրքիան ու Ադրբեջանը իրանց երկրները, իրանց ներսում այդքան PR չեն անում, ինչքան Հայաստանի Հանրապետության օպոզիցիան։ Դուք ամոթ աբուր ունեք, թե չէ։ Այս հարցի մի կողմը։ Հիմա անդրադառնամ Ռ Քոչարյանին, Ս Կարապետյանին ու Գ Սարուկյանին։ Բացենք հապավումները։ Ռուսաստրուկ Քոչարյան, Սիկտիրեղի Կարապետյան և կներեք չեմ կարա այդ բառը ասեմ, դաստիարակությունս թույլ չի տալիս։ Անդոն Ծառուկյան։ Սենց կոալիցիա եք կազմել, ու դուք մտածում եք, որ հայ ժողովրդին խաբելու եք,
Հիա, Իրաք, ոնց կասեր ձեր Սերժը։ Հիա, Իրաք։ Ծառուկյան, որեք էլ մտել ես խաղի մեջ։ Քո բլոգերներն են քեզ օգնելու ջրից մաքուր դուրս գաս։ Բայց ես մտածում, որ կարող է հավեսս տա ու քո մասով մի երկու ինֆորմացիա գրեմնե գնեմ։ Ասենք թե տանդ պատվալում ինչեր կա, ասենք թե չխորանամ։ Ավելի լավ է որպես գործարար ու բարերար տենց տիտղոս ես ձեռք բերել։ Նստես քո տեղում ու չխառնվես ես կեղտոտ խաղերին։ Ես էլ եմ փող տպել սիրում, գիտես։ Հասկացար ինչ եմ ասում, Ծառուկյան։ Սարի գլխին տուն, պատվալ, փողի տպարան։ Գիտես, այդ քո Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի կայքերը մինչև օրս գրում են, որ Բելարուսը օգնել է Ադրբեջանին, որ պատերազմում մեզ հաղթեն։ Գագոյ։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում։ Դու ինքնասիրություն ունես, Գագո։ Արա դու ոնց չես ամաչում։ Քո եկատաղուն տարել պահել ես Բելարուսում։ Ասում է տղամարդը, որ տղամարդ է դառնում, պետք է իր արածների համար պատասխանատվություն կրի։ Օրինակ, ես իմ աղջիկ հալով իմ բոլոր արածների համար պատասխանատվություն կրում եմ։ Եթե ես օրինակի համար մեկին անիմաստ զրպարտում եմ, ես այդ մարդուն գտնում, ներողություն եմ խնդրում։ Որովհետև ինֆորմատորը ձեր թիմից է եղել ու փորձել է ինձ ապակողմնորոշի, Գագոյ։ Արա բա դու չես ամաչում, քո նման տղեն այսօր Բելարուսում պետք է պահկվի, ինչպիսի ամոթ, какой позор, Գագո, շատ ամոթ է, շատ։ Իսկ Բելարուսի նախագահը տեղյակ է, որ քո տաղուն այնտեղ պահում է ու օրինակ ձեր կայքերը գրում են, որ Բելարուսը օգնեց Ադրբեջանին, որ մեզ հաղթի պատերազմում։ Ինձ թվում է չէ։ Ես սիրուն այդ ամեն ինչը կհավաքեմ, մի հատ էլ Բելարուսի նախագահի աշխատակազմը փակնամակ կստանեմ։ Գագո, պատկերացնում ես քո կապերը հարամենք Բելարուսի հետ ինչ կլինի։ Օրինակ ես կարում եմ հարամեմ, շատ սիրուն, տակտիչնի։ Իսկ ամենավերջում ուզում եմ իմ բոլոր հետևորդներին ասեմ, որ սիրելի հետևորդներ, ես ձեզ շատ սիրում եմ, ես գիտեմ, որ այս ընտրություններում հաղթանակը լինելու է վարչապետ Փաշինյանին և նրա թիմինը, և դուք իմ ուժն եք, թող Աստված օրհնի Հայաստանս ու իմ ժողովրդին։ Եվ այսօր ցանկանում եմ նաև ամենավերջում, իմիջայլոց գիտեմ, այս մուխալիֆեթը կոնտեքստից կկտրի կտարածի, բայց ես նաև գիտեմ, որ դուք պայթում եք, որ ես թուրքերեն եմ խոսում։ Եվ ամենավերջում այսօր ցանկանում եմ շնորհավորել ողջ մուսուլման աշխարհի, իմիջայլոց մուսուլման աշխարհի մեջ մտնում են նաև ձեր շատ սիրելի իրանցիները, հարգելի մուխալիֆետ, սա տեղեկության համար։ Հարգելի թուրք, ադրբեջանցի և ուրեմն մուսուլման աշխարհի իմ հետևորդներ, ես ցանկանում եմ ձեզ այսօր շնորհավորել թուրքերենով, Բայրամınız mübarək olsun, թող ձեր բոլոր ցանկություններն էլ իրականանան և թող Կովկասը վերջապես խաղաղ լինի, թող խաղաղությունս փռվի կովկասյան երկրների վրա։ Հարգելի ընկերներ, մեկ անգամ ևս սիրում եմ բոլորիդ։